Բարինում իմ ցեզի ներկայացնելու մեր հաջորդ բանախոսը, դոկտոր Սեգո Ասլանյան, իր մեր խնդրեցինք ինք պատրաստած էր իր բանախոսությունը անգլերենով, բայց իր մեր խնդրեցինք, որ հայերենով ելույթ ունենա, այնպես որ ուրախ ենք, որ սիրահարժար ընդունեցինք։ Դոկտոր Սեգո Ասլանյան ծնած է երկրորդ մեջ, եւ ավելի շարունակած հետաքրքրական նշումը իր մեծ հայրը Ջորջ Ջերահյան համահիմնադիրն է յոթորվյո մեջ առաջին սեփական տպագրական տան։ Ամենից որ երևի անգե աստված այս ջուրի մեջ մասնակցած ենք։ Ուրեմն եթովպիական հեղափոխության պատճառով 1976-ին գտեղափոխվին Միացյալ Նահանգներ, ապա Արաբական Միացյալ Էմիրություններ, Հոնգե, Կանադա ու Թարցիալ Ամերիկա, Միացյալ Նահանգներ։ 2007-ին ան իր դոկտորականը կստանա Կոլոմբիա համալսարանին, ու ապա կպաշտոնավարի Կորնել համալսարանի մեջ, որպես Mellon Foundation Postdoctoral Fellow համաշխարհային պատմության մեջ։ 2010-ին ան կսկսի պաշտոնավարել Cal State Long Beach համալսարանի մեջ, որպես հոգնական պրոֆեսոր, իսկ ապրիլ 2011-ին դարիմ առաջ կնշանակվի UCLA-ի պատմության ամբիոնին Richard Ովանեսյան Endowed Chair of Modern History chair։ Իր մասնագիտությունը կընդգրկե 16-րդն 19-րդ դարերու համաշխարհային եւ հայկական պատմությունը։ Հեղինակն է բազմաթիվ մասնագիտական հոդվածներու, որոնք հրատարակված են Journal of World History, Journal of the Social and Economic History of the Orient, Journal of Global History and Diaspora, a Journal of Transitional Studies. Իր քիրքը վաստի անգլերենով դուզեմսել From the Indian Ocean to the Mediterranean, the Global Trade Networks of Armenian Merchants from New Julfa, Isfahan, 1600-1747, վերջերս հրատարակվեցավ University of California Press-ի կողմէ, ինք արժանացավ Penn Century USAUC Press-ի մրցանակին, որպես the most outstanding first book of the year from the University of California Press, եւ նաեւ 2011 թվականին Հուշան Թուրշարյատի իրանյան ուսումնասիրության կողմէ ստացավ Մեսայի կողմէ մրցանակը այդ ուղղությամբ։ Դոկտոր Ասլանյան այժմ գաշխատի երկու դարբեր քրքերու վրա, մեկը global micro history of the early modern Indian Ocean, is երկրորդը a social and cultural history of global Armenian print culture and book history during the early modern period. Սիրով գերայրենք Dr. Սեգո Ասլանյան։ Շատ շնորհակալություն Հարութ այդ ազնիվ խոսքերուց եւ շնորհակալ եմ թե բոլորին, որ ներկա եք այսօր։ Ուզեմ շնորհավորել հանձնախումբին, որ այս հոյակապ արիթը եւ ցերնալությունը կազմակերպած է եւ ինչ արագ անդեն նյութիս խոսք տալով, որ պիտի մնամ 25 վայրկյանվա ինձի դրամատրված ժամանակի մեջ եւ ամիջապես նյութիս մոդել։ Ուրեմն եւ նկատի կառնենք 500-ամյակի արիթով եւ անցմը հետադարձ ագնար մնեդե հայոց դպակության պատմության հոյակապ համայնապատկերին ամիջապես այդ անձը պիտի նշմարե կամ պետք է նշմարե հետևյալ շատ կարևոր հատկանիշ։ Այսինքն այդ հարաբերությունը, սերտ հարաբերությունը, որ գոյություն ունի 3 տարբեր դարերու մեջ միջև առաջին նավահանգիստ քաղաքներում, երկրորդ այդ նավահանգիստ քաղաքներու մեջ բնակող, ինչպես ես կոչեմ նավահանգստային հայերու եւ այսինքն վաճառականներու մեծամասնությամբ ջուհայեցի եւ ակուլեցի վաճառականներու, իսկ երրորդ
հայ դպակիչներում միջև այս կավերը, որ եթե ինձի մեկ հարցն է, իբրև մասնակետ պետք է ասեմ, որ գրեթե անգարելի է հայոց դպակության պատմությունը կամ դպակի մշակույթի պատմությունը ուսումնասիրել առանց նկատի առնելու այս հարաբերությունը այս երեք տարբեր դարերու միջև։ Ուրեմն սկսելով Վենեդիկ քաղաքեն, ինչպես հայր դաջադը մեզի քիչ առաջ բացատրեց, ուր առաջին քիրքը, հայերեն քիրքը լույս տեսած է Հակոբ Մեղապարտի կողմէ դակավի մինչև այսօր խորհրդավոր պայմաններով դա պետք է ասվի, մինչև 1797 կամ 96-ը, երբ Կալկատա քաղաքի մեջ հաստատվեցավ հայկական դպարանը, այդ ժամանակաշրջանի միջև, այսինքն Վենեդիկի 1513 մինչև Կալկատայի 1796 ժամանակաշրջանի, որ ընդհանրապես անգլերենով պատմաբանները կոչեն the early modern period կամ վաղ արդի շրջանը, եթե գուզեք հայերենով, այդ ժամանակաշրջանի միջև անշուշտ շատ կարևոր դեղմը կգրավե Վենեդիկ քաղաքը եւ իր փոքր հայկական համայնքը եւ մասնավորապես Սուրբ Ղազար գազի վրա գտնվող Մխիթարյան միաբանությունը եւ իրեն ներհուն վարդապետները։ Իրենց թերը հայոց դպակության մեջ չեմ ասել անգարելի է չափազանցել, բայց շատ կարևոր եզակի թեր ունեցած են։ Եվ ուրեմն այդ թերի մասին մի քանի խոսքեր դիտեմ այսօր, բայց այդ խոսքերը ներես առաջ անշուշտ պետք է մի քանի խոսքեր եւս ասվի Վենեդիկի եւ հայոց պատմության կամ հայոց միջև եղած մասնավոր եւ թանկագին հարաբերությունների մասին։ Այս հարաբերությունները սկսած են շատ վաղ շրջանի եւ շատ վաղ շրջանի եւ մինչև այսեն 10-րդ դարու կարելի այս հարաբերություններով ակունքը դալի եւ դեղի ունեցած այս հարաբերությունները Գիլիգիո թագավորության շրջանի եւ Վենեդիկյան պետությունը ունեցած է վաճառականական կարևոր համայնքներ, որոնք բնակած են Գիլիգիո նավահանգստային քաղաքներում մեջ, մասնավորապես Այաս քաղաքի մեջ։ Եվ այդ քաղաքի վաճառականներեն, այդ ասենք համայնքի վաճառականներեն մեկը եղած է, որոնց անունն է Հակոբ ավելի ճիշտ Մարկո Ձիաննի կամ Ջիաննի, որ 1253 թվականին իր գդակի մեջ թողած է իր մասնավոր ասենք գարվածներեն մի քանի հայ վաճառականներու համար Վենեդիկի մեջ, որովհետեւ իրենք կորզացեն այդ գարվածը իբրև բանտոկը կամ ֆոնդակոմը, այսինքն հյուրանոցնով վաճառականները, որովհետև արդեն այդ շրջանին հայ վաճառականները Գիլիգիային հաջող երթևեկություն ունեն Վենեդիկի հետ։ Եվ այդ ֆոնդակոյի մեջ եղած է, որ 1490-ներուն փոքրիկ մադուրը ստեղծված է հայկական, որ 1688-ին այդ մադուրը դարձած է իսկական եւ շատ քեվեցիկ եղեցիմը, շնորհիվ նոր ջուղայեցի հանրազանոթ եւ շատ հարուստ վաճառականի կողմէ, որոնց անունն էր Խոջա Գրիգոր Գերակ Միրման կամ Գրիգոր Գերակ Միրմանից։ Եվ իսկ այդ նույն եղեցի մեջն է, որ ես ուրախություն ունեցած եմ ամուսնանալու իմ տիկնոջս հետ։ Ասկե վերադառնալով լիքին կարևորությունը Վենեդիկի հայոց համար միայն այդ եկեղեցով չի սպառվի, բայց շարունակե մասնավորապես 1513-ին ընթացքին գոյություն ունեցած առաջին դպակի հայքիթի այդ կարևոր թեփով եւ անգե երթալ անշուշտ Վենեդիկը կարևոր թեր խաղացած է հայ վաճառականներու եւ մասնավորապես ինչպես քիչ առաջի նավահանգստային հայերու եւ ջուղայեցի վաճառականներու, այսինքն իսկ 1717-ին որում պիտի հասնի մոդելեն Վենեդիկը կդառնա վերջնական դեղին Մխիթարյան միաբանության եւ անշուշտ Մխիթարյան միաբանությունը եղած է որ 18-րդ դարում ընթացքին դարձած է երկրորդ կարևոր հրատարակչական եւ դպակրական
ասենք կետրոնը հայոց տվակի մշակույթի։ Առաջինը եղած է Կոնստանտինոպոլիսը։ Անշուշտ բայց այս երկու բաները իրարու հետ փաստադրելը քիչ անարտար է Վենեդիկի համար, որովհետև Մխիթարյան միապանությունը հավանաբար 80 անդամներ չէր անցնել եւ ընդհանուր առմամբ Վենեդիկի բնակչության թիվը հայերու 1749-ին եղած է միայն 80, այսինքն ամենաշատը կարծեմ 100-ին ավելի հայ չէ եղած հաստատ աղբյուրներու վրա, հիման վրա։ So, երբ որ մեկը փակտադե Կոնստանտինոպոլիսը, որ 80,000 հայություն ուներ, հսկայական միջազգային, ասենք, մասշտաբով մեծ քաղաք, եւ Վենեդիկի փոքրիկ համայնքը երկրորդ եւ ելլալը Վենեդիկի միապանության համար Մխիթարյան դակավին շատ կարևոր է։ Ուրեմն, մի քանի արագ խոսքեր միապանության մասին նկատի առնելով անշուշտ որ մասնակետ մգնստի այսօր մեր առջևը, որ միապանության նախկին անդամները մեկ եղած է եւ գուսամ որ շատ կարևոր սխալներ չնեմ ինչ որ ասիկա մորնարես առաջ ասիկա ասնգարը այդ եկեղեցին որ մասին խոսեի որոնն է Santa Croce կամ Սուրբ Խաչ որ ասկի առաջ ֆոնդակոմ է եղած է վաճառականներին ուրեմն անցնենք արագ Մխիթարյան միապանության ընդհանուր պատմության ինչպես հավանաբար մեծամասնությունից գիտեք միապանությունը հաստատված է եւ հիմնված է Մխիթար Սեպաստացի կողմէ 1701-ին սեպտեմբեր 6-ին Բորսո մեջ իսկ շատ մոտ այսինքն շատ ժամանակ չանցած փոքրիկ այս միապանությունը Մխիթարի ղեկավարությամբ մոտավորապես 10 հետևորդ եթե չեմ սխալած փախստական ձևով հավանաբար Բորսո Բադրիարքարանի կողմէ հալածանքներու հետևությամբ ապաստանություն ստացած է հունական Մորեա գղզի վրա գտնվող Մոդոն քաղաքի մեջ, որ այդ ժամանակաշրջանին կպատկաներ Վենեդիկի կայսրությանը։ Նորեն շատ ժամանակ չանցած 1715-ին Մխիթարը ստիպված գլա մեկ անգամ եւս փախստական գլալ եւ ապաստանություն փնտրել այս անգամ Վենեդիկ քաղաքի մեջ, ուր 1715-ին ինքը գահացնի ուսանողներուն եւ հետևորդներուն միանալով եւ 1717-ին Վենեդիկի սենատորի միջոցով արտոնությունը կստանա հաստատվելու Սուրբ Ղազար գղզի վրա, որ մինչ այդ կամ միջնադարյան թարերուն ժամանակաշրջանին ծառայած էր որպես փորոդանոց։ Եվ այդ գղզի վրա մի քանի տասնյակ տարիներ ընթացքին արդեն Մխիթարը Գաբրիելյան մինչև 1749, բայց այդ 30 տարվա ընթացքին այդ գղզին Մխիթարը կդարձնի շատ կարևոր կենտրոն հայ մշակույթի եւ հայ գիտության։ Իր վարդապետները ուղարկելով զանազան վայրեր հայոց, հայկական սպիրտի զանազան վայրերը եւ որպեսզի ցերակիրները հավաքելով վերադառնան Ետ Վենեդիկ։ Այդ ցերակիրները անշուշտ մասամբ Պետը լույս կտեսնեն իբրև դեպակիր կիրքեր Մխիթարի ուղղությամբ եւ անշուշտ այդիկա մեզի համար շատ մեծ կարևորություն ունի, որովհետեւ հայկական վերածնունդի կամ ասենք հայկական մշակույթի վերածնունդի շարժումը կսկսցնի։ Ուրեմն այդ շարժումը անշուշտ քույտում չի ունենալ, եթե դեպակրության արվեստը քույտին չունենա, դեռ համար դեպակրության արվեստը չափազանց կարևոր թերմ ունի մեր պատմության եւ բոլոր աշխարհի բոլոր ժողովուրդների պատմության մեջ։ Հեղափոխական թերմ ունի, բայց միաժամանակ պետք է չէ չափազանցենք հեղափոխության ազդեցությունը կամ քանակը, որովհետեւ նկատի պետք է անենք, որ ընդհանրապես դեպակիր քերու քանակությունը այդ շրջանին 30-40-ին մինչև 3000 եղավ։ Այսինքն այդ շրջանը Ամստերդամի, որ այդ լաջադը մեզի փաստադրեց, որ բարձրակույն աստիճանի հասած էր հայոց դեպակրությունը, այդ շրջանի միակ հայ դեպակրիչները գրծած են 3000
օրինակ դվել։ Ամենակարևոր, ասենք, best-seller քիրքերում, այսինքն սաղմոսներու եւ այլն։ Ուրեմն դեպակության աստեցությունը անշուշտ շատ կարևոր եղած է, որպես ասենք հայ մշակույթի բաղբանող, բայց միաժամանակ այդ չափ պետք է չափազանցենք այդ արվեստի կարևորությունը, որովհետև անշուշտ քիրքերու քանակությունը շատ փոքր է։ Միայն 19-րդ դարում ինձին գոյություն ունենա իսկական հեղափոխություն դեպակության անալ գոյություն ունենա ընդհանրապես դեպակության տեխնոլոգիի փոփոխման պատճառով։ Ուրեմն 18-րդ դարում Մխիթարյան միապանությունը երկրորդ կարևոր թերը գրավել դեպակության մեջ, հայոց դեպակության մեջ եւ անշուշտ Եվ անշուշտ կարևոր քիրքերեն մի քանիսը, եթե հետաքրքրված եք գրնակ դուրսը տեսնալ, Չամչյանի հայոց պատմությունը, որ առաջին արտի պատմությունը եղած է հայոց, 1780-ներում դպված, կարծեն դուրսը եւ առաջին հազորը գա, ինտերեսնալ մի քանի ուրիշ քիրքեր, ուրիշ դպարանները, որ մասին քիչ պիտի խոսեմ։ Աստեղ տեսնակ ամենից Մխիթարյան միապանության հավանաբար ամենակարևոր քիրքերը մեկը Փարքիկ Հայգազյան լեզվի, որ առաջին լուրջ պարարան եղած է եւ առաջին հադորին վիդեոսատերքին նկարացրել։ Ուրեմն Մխիթարյան միապանության հրատարակչական կորձունեությունը եթե մեկը պիտի ուսումնասիրե, պետք է անշուշտ ինքնին հարց դա, որ իրենք գտբեին քիրքեր կամ հրատարակեին ավելի ճիշտ քիրքեր Վենետիգի քաղաքի մեջ ոչ կղզի վրա Անտոնիո Բարտոլի ոչված դեպակրիչի մոդել, ինչպես հայր դաժադը չարաչ մեզի բացադրեց, բայց պետք է անշուշտ մեզի հարց պետք է դա, որ իրենց հրատարակած այս քիրքերը որուն համար հրատարակված են, ինչ կծառայեն, ով կգարտար իրենց քիրքերը եւ ոյե մեկ ազդեցություն ունեցած է ընթերցողության շուկան դեպակրական կորձին վրա, որ Վենետիգի մեջ գոյություն ունենա։ Ուրեմն այս հարցը կարևոր թեմը գլխավա, որովհետև գիտենք, որ դեպակրությունը ոյե մեկ ուրիշ թերնալության մեզ, վերջո դնդեսական օրենքներու պայմաններու ենթակա է եւ բարաբության մեջ գոյություն չունենա։ Մեկը քիչ հրատարակեն առաջ նկատի պետք է ունենա, որ ընթերցողը ինչով հետաքրքրված է։ Ուրեմն այս հարցը անշուշտ մեզի այդ իրականության կտանի, որ արդյոք ովքեր էին ընթերցողները հայ դեպակիր քիրքերում։ Ամենամեծ շուկան, դեպակիր քիրքերու շուկան ուր էր այն ժամանակ։ Քանի շուկա կար, քանի ընթերցող կար եւ literacy-ի մագարտակը ինչ է։ Շատ ասացել մեծամասնությունը դժբախտաբար մինչև այսօր լավ չեն շոշափված, բայց կարող ենք ասել, որ երկու գլխավոր շուկաներ ուներ Մխիթարյան միապանությունը իր քիրքերում։ Առաջին շուկան անշուշտ Բոլսո շուկան էր, որ ամենամեծ համայնքը կբարունակեր հայկական, մոտավորապես 80,000 հայ բացադրեցի եւ առաջին ասենք շուկաներ ուր քիրքերը ուղարկվեին թե Մխիթարյան միապանության եւ թե Ամստերդամի դեպակրիչները, մասնավորապես Ոսկան Երևանցի եւ իր հետևորդները։ Բոլորն իրենց քիրքերը դեպակրել են ետքը նավերով ուղարկեին Իզմիրնիա, որպես Իզմիրնիային կարավաններով այդ քիրքերը դանեին Բոլիս, որ ձախվեին եւ ընթերցողներու ցերկը հասնեին։ Երկրորդ շուկան Մխիթարյան միապանության հավանաբար իմ կարծիքովս ավելի կարևոր շուկա, իմ նախընտրած, իմ ամենասիրած համայնքի շուկան էր, այսինքն ջուղայեցնելու համայնքները, որոնք գոյություն ունեին Հնդկաստանի մեջ, սկսելով Սուրատեն, Մադրասեն եւ Կալկատայեն։ Հակառակ անոր, որ քանակությամբ փոքր համայնքներ էին, հարստությամբ բավական աստեցիկ էին եւ adorable մեծ թերմը կատարած են Մխիթարյան միապանության քիրքերու հրատարակչության ասենք որոշումներու մեջ։ Եվ ասիկա անշուշտ ուրիշ հարցը մեզի
ուրիշ հարցի մտանի անալ ինչպես մխիթար սեպաստացին կամ իր հետևորդներ ինչպես դիմանային, որ հայ ընթերցողը ինչ բանջ կուներ, քիրքի հանդեպ։ Այսինքն իրենք բարաբի մեջ չէին կործեր, ինչպես ասի, գործեին համայնքի ընթերցողներու շուգայի համար։ Բայց անշուշտ պետք է իմանային, որ ընթերցողը ինչ տեսավ քիրքեր գպապակել ցերկը ունենալ։ Եվ անշուշտ երկրորդ հարցն ասոր ողքին անի որ ինչպես քիրքերը Վենեդիգեն դպակրված գահացնեին այդ շուգաներում։ Այսինքն փոխադրական հարցը կա, որ շատ կարևոր հարց է։ Լուսահոգի հայր Սահակ Ջեմջեմյանը Վենեդիգի միապանության են, մխիթարի միապանության են, որում մասին կարծեմ հայր դաջադեն խոստներով, ինքը իր գլուխ գործոց քիրքերը նեգում մեջ կբացատրե մեզի, որ երկու միջոց կա քիրքերը փոխադրելու։ Առաջին միջոցը դրանց է փերեզակներու միջոցը։ Մխիթարապահերը իր անձնական փերեզակներ ուներ, փեդլերներ, այսինքն որ քիրքերը գտանեին Վենեդիգեն, զանազան շուգաները ճամփորդության ընթացքին, ընդհանրապես վաճառականներ գտանեին փերեզակները, մի քանի փերեզակներու նամակները մեր ցերկա ասած է բարեփոխտապար, բայց վստահ եմ ուրիշ շատեր կան, որոնց նամակները դակավին չունի։ Եվ իրենց ճամփորդության ընթացքին այս քիրքերը գծախեին զանազան շուգաներու մեջ։ Երկրորդ միջոցը իրենց վանականներու միջոցներ, այսինքն մխիթարը իր վանականներ ուներ Բոլսո մեջ, Զմիրնայի մեջ եւ ուրիշ զանազան քաղաքներու մեջ, եւ այդ վանականները կստանային քիրքերը նավերով եւ կծախեին։ Կամ այլ երբեմն վանականները իրենք կճամփորդեին քիրքի արգղներով կամ սնդուկներով նպատակ ունենալով այդ քիրքերը ծախելու։ Եվ անշուշտ այդ ճամփորդության ընթացքին իրենց գլխավոր բարդականությունները մեկը այդ է, որ բարդատիր էին Վենեդիգ նամակ գրել ապահոր, հավանաբար շաբաթը մի քանի նամակ, իրեն դերյակ բահելով, իմաց դալով իրեն, որ այս, ասենք, եթե Հնդկաստանը լայն իրեն ապահոր իմաց կուտային, որ այս դերին համայնքը 280 հոգի ունի մեծահարուստ, ամենամեծահարուստ անձեր հետևյալներն են, եւ հետևյալ քիրքերը իրենք կբահանջեն, եւ այս հետևյալ քիրքերն չեն բահանջեն։ Եվ ադոր միջոցով մխիթարը անշուշտ կամ իր հետևորդները դպակրական, ասենք, production-ի գործողությունը փորձեին համացանցվել շուգայի, ասենք, բահանջքի։ Հիմա ամփոփեմ խոսքս երկու դարբեր նամակները մի քանի երկու հատվածներ կարգալով, որովհետեւ ցեզի քաղաքապար մտան, որ ինչպես գաշխատել աս բահանջքի եւ սփայի եւ դեմանդի կարևոր թերը դպակության գործի մեջ։ Բայց սերես առաջ պետք է ասեմ, որ 1771-ին մխիթարյան միապանությունը որոշե երկու վարդապետներ, վանականներ ուղարկել Հնդկաստանի Մադրաս, Սուրատ եւ Կալկատա քաղաքները, որպեսզի անշուշտ տրամավակեն։ Եվ այդ վանականները երբ կհասնին 71-ին Քևորգ Իմիրզյան եւ Սուկյաս Աղամանյան հայրերը Միքայել Չամչյանն մասը գազներ այդ պատվիրակությամբ, բայց ետ մնացած է բացրա։ Երբ կհասնին ամիջապես նամակ գրեն ապահոր Վենեդիգ, որ ասդերի համայնք օրինակ հետաքրքրված է միայն աշխարհիկ սեկուլար քիրքերով, սաղմոսներով այլևս փող չեմ մնա։ Եվ ադոր համեմատ կարծեմ աստեցյուն ունենա աշխարհի մյուս կողմերով սուկ հազարի փոքրիկ դոզի վրա դեղի ունեցած գործունեության վրա։ Եվ օրինակ հիմա այդ երկու բաներն հիմա այս երկու հատվածներն են, որոնց մասին խոսեցա, առաջինը Սուկյաս Աղամանյանին, որ գսե Բենգալ հասնելն է Կալկատա քաղաք, Հնդկաստանի մեջ Բենգալի, ասենք, պրովինցիայի մեջ, Բենգալի շրջանի մեջ, ինքը գսե Իբանգալա չիք խնդրո հին քրյանցը, զորի են սաղմոս, ժամակիր եւ այլն։ Բայց եթե սպարկիր կրնով, այսինքն պարկիր հագազյան դեսվի, որը նկատճացուցի, եւ զքերականությունը ըսդեդրագն այդ պենից եւ այլն նորանոր քրյանս, մանավանդ պատմությունից եւ այս հոսիկ եվս խնդրել այլուր։
երկրորդ հատվածը գուկա նամակեն հայ մանվել Էմիլիզյանի 1771-ին, որը մեջ հայ մանվելը գտածադրե ըսքիրս պատմությանց, գարավարության քաղաքած, արդակին ուսմանց և արագած հույժ ընդունելի է սոցա, և ստեր խնդրեն և ասեն, թե ընթեր զայսպիսին ոչ դբակրել, և եթե անգադար ևս ինչ իցե հաջո է սոցա, միայն աշխարհական և նորալուր իցե։ Այսինքն հստակորեն հայտի գտանա, որ 1770-ում Մադրասի հայկա համայնքը ոչ մեծ դարբերությամբ նույն բանջներ ունեի, ինչ որ Եվրոպայի մեջ Enlightenment-ի շրջանի անձերը ունեին, այսինքն ավելի secular աշխարհիկ գիտքերով հետաքրքրված էին, քան թե սաղմոսներով և գդագարաններով։ Այսինքն անշուշտ չուզել, որ գդագարանները և սաղմոսները կարևոր չէին, բայց իրենց բանջները այսպես են։ Եվ զարմանալիորեն 20-30 տարի հետո կտեսնան, որ մխիթարյան միաբանություն առաջին անգամով սկսի հրադարագել աշխարհագրական փորձեր։ Հուգաս Ինջիջյանի առաջին աշխարհագրական փորձը 1791-ին լույս տեսած է եւ քրեթե համապատասխան է բանջի շուգայի հնդկաստանի բանջի։ Նմանը կարելի է ասել, նույնը կարելի է ասել պատմության մասին, որ Չամչյանի հայոց պատմության հրադարվում են մի քանի տարի առաջ Գոլիսի հայ քաղաքը նամակներով խնդրած է մխիթարյան միաբանության, որ մենք հայոց պատմության գիրք պետք ունենք, որ մաչելի դառնա, մաչելի ելա ընթերցողների եւ հասկանալի է։ Եվ ադոր այսեն կարելի է ասել, որ գապ մգա ուղղակի ընթերցողներու շուգայի եւ ասենք նվագիչներու փորձի միջեւ։ Այդ բանով կամփոփ են վերջացնեմ խոսքս, եթե հարցումը լավ է, ուրախ կլամ պատասխան։ Շնորհակալ։ Շատ շնորհակալ եմ այդպեսելու նախքան ուրեմն ներկայացնելս մեր հաջորդ անձը ասմունքող հետաքրական նշումը նաև դամ ցեզի ուրեմն հայերենով ինչպես տեսանք առաջին գիրքը 1512 թվականին հրատարակվեցավ արաբերենով առաջին գիրքը ըստ իմ բրբդումներուս 1514-ին եղած է և սլավերենով 1517-ին եղած է և Մոսկվայի մեջ առաջին գիրքը 1553 թվականին հրատարակված է։ Բարձրապես գաղափար մգացնելու համար թե հայերս այդ ժամանակ ինչպիսի արդյունքներով հասած ենք և մեկ բան ևս այս 5 քաղաքներ գրնա հայտարարել եւ դակտոր Սևուհը ճշտել այս 5 քաղաքներու մեջ առաջին անգամ քրքեր դպակրված են հայերու կողմէ 1567-ին Բոլիս ապկարտվիր Լվովի մեջ ինչպես հայտարարել նշեց Լեհաստան 1616-ին Հովաննես Գարմատանեց Զիս զարմացնող աս երորդն է, Իսվահանի մեջ նոր ճուղա 1636-ին, բայց դվարանը հիմնողը խաչադուր գեսարացին է, աս ճուղայեցիները ասկան հալուս դևան ինգեց, ինչպես գեսարացի մի կնած անդելի և Իսվահանի մեջ ադի հետաքրական կտաց են։ Շնորդ է, շտ գվեցավ է, առաջնորդ է հազորանը։ Զմիրնյո մեջ 1759 թվականին Մարգոս անունով անձը առաջին և վերջապես Մադրասի մեջ 1772-ին Շահամի Շահամիրյան։ Այս քաղաքներու մեջ օդարներեն դեղապնիկներեն առաջ հայերը քրքեր հրատարակած են, որ հետաքրական է նշել։ Ուրեմն այժմ պեմ գրավիրեմ Մարալ Վարժավետյանը ասմունքելու համար ինք ձեզի երկու գդոր պիտի ասմունք է, ինք կուտա հեղինակի և ասմունքի գդորի անունները Դիգին Վարժավետյանը երկար տարիներ հայերենի դասավանդության ուսուցչուհի եղած է
Իսկ վերջերս նաև ինք հետևած է թատրոնի Սիսանի համալսարանի ներս, այնպես որ քրագանություն թատրոն միացնելով